Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանին, օրհնեցեք Տեր հայր, Աստված օգնի։ եւ շնորհակալ եմ հեռավար այս տարբերակով հարցազրույցի հրավերս ընդունելու համար։ Տեր հայր, կառաջարկեմ մի քանի կարևոր մեզ բոլորիս անհանգստացնող այս թեմաներին անդրադառնանք այսօրվա մեր հարցազրույցով։ Նախ ինչ կատարվեց 3 սեպտեմբերի 24-ին, ինչպես եւ սպասելի էր ցավոք, հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանը դատարանի կողմից ճանաչվեց մեղավոր։ Փաստաբանները Տեր հայր այն մտահոգությունն ունեն, որ այս իշխանությունը նպատակ ունի առնվազն մինչև սպասվող ընտրություններ 2026 թվականի փորձեն անազատության մեջ պահել մեր սրբազանին։ Նախ ձեր կարծիքը այս առնչությամբ, դուք եք այդ կարծիքի, այդ նպատակն են հետապնդում այս մարդիկ եւ առհասարակ ինչ գործ կարվեց, որովհետեւ փաստաբանները հաճախ են շեշտում նաեւ այն մասին, որ եւ Միքայել Սրբազանի պարագայում եւ 18 արդարների գործով, Բագրատ Սրբազանի գործով իրականում տեղի է ունենում մի աննկարագրելի բան, անարդարություն, ուղղակիորեն գործ է կարվում մեր հոգևորականների վրա։ Ձեր կարծիքն այս ամենի հետ կապված խնդրեմ Տեր հայր։ Պատմական ակնարկ անենք 1906 թվականին թուրքերը հարձակում են Քաջարանց գյուղի վրա։ Նախքան հարձակվել արդեն Տեր Հովանեսի, որ այնտեղի քահանաներ լուր են տալիս, որ թուրքերը գիշերը հարձակվելու են։ Բնակչությանը գյուղից հանում են ու կազմակերպումը այդ թուրքերի մի լավ ջարդ են տալիս։ Երբ որ սովետները գալիս են, Տեր Հովանես քահանային որպես ահաբեկիչ են ճանաչում։ Շատ նման չի, որպես ահաբեկիչ են ճանաչում այդ մարդուն։ Չարչարում են շատ, բայց հետո թե այդ չարչարողները ինչ չարաչար մահվան ենթարկվեցին, դա արդեն պատմական փաստ է։ Կարմիր աստվածամերժություն, ասենքն կարմիր աստվածամերժության մեջ է դա գրված։ Այդպիսի մի գիրք կա Երկաթե Վարագույրի ցանկում, որտեղ մի ահագին գլուխ հատկացված է հոգևորականների այդ հետապնդումներին եւ այլն սովետների ժամանակ։ Այնպես որ իրենց վրա նզովք են վերցնում եւ չարաչար պատիժ են ստանալու դրա համար։ Չարաչար պատիժ պիտի ստանան, որովհետեւ այն դատաստանը, որ իրանք են դատում, ինչպես Սուբգիկն ասում, առավել ահարկու դատաստանով իրանք են դատվելու։ Թող պատրաստվեն։ Ափսոսում եմ, որ երիտասարդ աղջիկ թե կին չգիտեմ էլ ինքն է այդ վճռը կայացնում, որովհետև իրան էլ է շատ վատ բաներ սպասում։ Եվ դրա հրանգիչներին էլ։ Խնդիրը դրա մեջ է, այսինքն այն ժամանակ էլ, սովետների ժամանակ էլ որպես ահաբեկիչ էին որակում, ես հորել են որպես ահաբեկիչ որակում, այսինքն ահաբեկիչները հայրենասեր մարդուն ահաբեկիչ են ասում, էլի։ Թերևս այսքանը Սրբազանը դուրս կգա, երկար չի մնա այնտեղ, վստահ եմ, բայց ամեն մեկի պատիժը կկրի։ Ես զարմանում եմ ինչի չի բանադրում, մի բան պատմեմ, ուրեմն 18 թվականին 1900, գուցե թիվը մի քիչ սխալվեմ, Լոր գյուղում եղել է Տեր Գևորգ քահանան։ Ուրեմն մի երեխայի վնասում է ինչ-որ մեկը, ինչ ասում Տեր Գևորգը, ասում է թող սրանց ցեղը 40-ից ավել չապրի։ Ու մինչև այսօր 40 տարեկան չեն լրացնում։ Հենց 40 գայսը սաղմերում են։ Տես որ թվականից այդ նզովքը մինչև հիմա հասնում է տեղ։ Թող զգուշ լինեն։ Զարմանում եմ, թե Սրբազանը ինչի դնում նզովում։ Լավ,
Ուզում եմ հետևյալ հարցը տալ, Տեր Հայր, տեսեք, սեպտեմբերի 24-ին դատարանը մեր ճշմարտախոս Սրբազանին, ինքը Միքայել Սրբազանը հիմա այդպիսի հոգևորական է եղել եւ հիմա էլ ազգովի մենք բոլորս անուն ենք դրել, այսպես ասեմ, որպես ճշմարտախոս Սրբազան մեղավոր ճանաչելով, չեք կարծում, որ մեղավոր ճանաչեց հայ առաքելական սուրբ եկեղեցուն, ինչու եմ սա շեշտում, եւ այսինքն ամբողջությամբ թիրախավորել է այս իշխանությունը իր դատական համակարգի միջոցով, ինչու եմ սա շեշտում, որովհետեւ Սրբազանը գործող թեմակալ առաջնորդ է եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է։ Հետևաբար նման հոգևորականին կալանավորելը, անազատության մեջ պահելը ուղղակիորեն նշանակում է մեր եկեղեցուն ուղված քայլ։ Ես այս առումով կխնդրեմ, այսինքն ոչ թե սա անհատական կոնկրետ անձի դեմ ուղված է, այլ մենք պետք է գիտակցենք, որ սա ուղված է մեր եկեղեցու դեմ։ Այս առումով կխնդրեմ ձեր խոսքը։ Հիսուս ասում է, ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, ով ձեզ չի ընդունում, ինձ չի ընդունում, այսինքն իրենք Սրբազանին չէ որ դատում են, այլ Քրիստոսին պիտի լավ հասկանան։ Վերադառնանք եկեղեցու պարագային, ուրեմն որտեղից սկսվեց նախ պայքարը եկեղեցու դեմ, երբ որ թուրքի մոլլան Փաշազադեն ասեց, որ հայ եկեղեցին ռևանշիստական հայտարարություններ անում։ Ու մի շաբաթ հետո սա արդեն սկսեց պայքարել եկել։ Այս վերջերս էլ վեհապարը էլի գերիների հարցներ բարձրացրել Արցախի Ադրբեջանում գտնվող, դե բնականաբար ինչ ասում Փաշազադեն ընդեղից ասում է սա ինչ անի։ Իդեպ արժեվում ընտրություններ են, մեր ազգը պիտի իմանա, որ թշնամի է ինքը եւ իր թշնամուն պիտի մերժել, որովհետեւ նա եկեղեցուն, այսինքն եկեղեցու դեմ է պայքարում։ Պայքարում է յուրաքանչյուր հայի դեմ, այսինքն մեր դեմ է պայքարում։ Երբ որ Մեսրոպ Մաշտոցի նկարը հանում են գրքից, հետո ասում են QR կոդ, իմ երեխաները 8-րդ դասարանում է սմարթֆոն ունեցել։ Առաջի երկրորդ դասարան երեխան սմարթֆոն չի ունենա։ Այսինքն ինչու համար են թաքցնում։ Պարչի, որպեսզի չծանոթանա, ազգը կրթվում է իր հոգևոր արժեքներով, ազգը կրթվում է իր բարոյական արժեքներով, ազգը կրթվում է իր հերոսներով, հիմա իրանք սա հանում են, իսկ սա ամեն ինչ արել է արդեն, հերթ հասել է եկեղեցուն։ Դրա համար մենակ Սրբազանին չի որ դատում է, ինք ամբողջ ազգին է հենց հիմա դատում։ Այնպես որ ում ձեռով է դատում։ Մեկ ուրիշ հայ, թե էլի ազերիական սենց գենետիկ հիշողություն ունեցող մարդկանց ձեռով, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Այնպես որ Սրբազանը այո, լավ դիտարկեցիք, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է եւ Շիրակի թեմի առաջնորդն է, ինքն էլ արքեպիսկոպոս, օծյալ հոգևորական։ Այնպես որ թող ընթերցեն անցյալի պատմությունները, Սուրբ Գիրքը ասում է հիմարի կործանումը տեսնելով իմաստուն ավելի իմաստուն է դառնում։ Եթե իրենք իմաստություն ունենան, պիտի նայեն, որ ավելի իմաստուն լինեն ու այդ մեղքի տակ չընկնեն պարզապես։ Տեր Հայր, մինչև արդեն դուք որոշակի ասացիք Փաշազադեին անդրադառնալը, դրան առանձին կուզեմ անդրադառնալ, բայց ուզում եմ հետևյալ մեկ դիտարկումը լսել ձեզանից։ Տեսեք, այս իշխանությունը փորձում է եկեղեցու ձեռքով, եկեղեցու հոգևորականների ձեռքով ներսից մտնել եկեղեցիներից, ներսից քանդել եկեղեցին եւ գտնում է ինչ որ հոգևորականների բերում է հանրայինի եթեր, գիտենք արդեն ցավոք թե հանրային հեռուստատեսությունը, որը սնվում է մեր բոլորի հարկերի հաշվին, այդ հարկերով, ինչին է ծառայում այսօր, ցավով պիտի արձանագրեմ, հեռացել է, իրականում հեռացել է հանրային եւ պետական հեռուստատեսություն լինելուց,
Եվ հիմա մենք եթերում տեսանք մի անձի, արդեն երկրորդ թե երրորդ դեպքն է, բերվում են մարդիկ, ովքեր խոսում են վեհափարի դեմ, ովքեր խոսում են եկեղեցու դեմ, ովքեր ներքին եկեղեցու ներքին իրավիճակները, որոնք բացարձակապես պետք չեն հանրայնացվել, ցանկացած կառույց ունի իր ներքին խնդիրները, կարող է եւ մեր եկեղեցիներ ունենա նորմալ աշխատող կառույց է եւ դա կարող է լինել։ Ես այդպես եմ մտածում, չգիտեմ, գուցե սխալ եմ մտածում, բայց ի վերջո մենք բոլորս մարդիկ ենք, հոգևորականներն իրենք եւս մարդիկ են եւ իրենք եւս ամեն օր պայքարում են այդ մեղքի դեմ, այդպես է, չէ՞։ Ամեն օր պայքարում ենք, մենք ինքներս ձեր օգնությամբ պայքարում ենք մեղքի դեմ։ Եվ ներսում, եթե կան էլ ինչ-որ խնդիրներ, դա ներսում պետք է լուծվեն։ Դա բնականաբար այդպես է, բայց այդ մարդկանց միջոցով սրանք փորձում են հանրայնացնել եւ թիրախավորել մեր եկեղեցին։ Ես կխնդրեմ այդ հոգեվոր այդ երևույթին անդրադառնանք, հա մի տրոյական ձիեր սրանք մտցնում են եկեղեցուց ներս, ոնց իրենք 18-ին մտան, որ երկրից ներս իբրև տրոյական ձի քանդելով մեր երկիրը, նույն process-ով իրենք եկեղեցու հետ են վարվում, նույն գործընթացով, նույն ձեռագրով։ Ինչ կասեք այս լուրջ վտանգավոր հանգամանքի մասին։ Հոգևորականների միջոցով խփում են եկեղեցուն։ Ինչ որ հոգևորականների, այսպես ասեմ, այո։ Եկեղեցին 1700 տարեկան է։ Ինչեր անց է գլխով։ Այո։ Այլ կհաղթարենք։ Ճիշտ է, ով է պարակտում։ Պարակտիչը սատանան է։ Եթե մեկը փորձում է պարակտել, սատանան հասարակ միասնության դեմ պայքարում է։ Դա ընտանեկան միասնությունը կլինի, ընկերական կլինի, ազգային կլինի, որովհետև պարակտելու պարագայում մենակ ինքը կարողանում, միայն ինքը կարողանում տիրել, իշխել։ Բաժանի որ տիրես, հայտնի ասացվածքը կա։ Այո, հանրայինում մեղադրանքներ հնչեցրեցին թե Արագածոտնի թեմի առաջնորդի հասցեին, թե վեհափարի հասցեին։ Իդեպ վեհափարին, երբ որ մենք հանդիպեցինք, պատմեց եղելությունը։ Ասեց եկել է, պատմել է իրավիճակը եւ եկել է արդեն պատիժը կրած ժամանակ, որ վեհափարին չի ասել։ Ասեցի գնա, պատիժը կրի, առաջնորդին հանդիպի ու գնաց առաջությունը տարա, ծնկեց, աչքս համբյուրեց ու գնաց ու սկսեց այդ հերթ, պատկերացրեք, ես սա նմանեցնում եմ ավելի շուտ Հուդայի համբյուրին, էլի, որ համբյուրեց Քրիստոսին, հետո մատնեց։ Եկեղեցին շատ է անցել այս process-ներով, սա էլ կհաղթարի։ Հիսուս ասում է, սա այն վեմն է, որով կպնի դրան պիտի փշրվի։ Այնպես որ եկեղեցին այնպեսի վեմ է, ով կպել է ցայսօր, փշրվել է, իրենք էլ կփշրվեն, այո, ժամանակին մի ծեր կին էր պատմում լուսահոգին, ասում էր, բանը քահանայի հագուստ հագած այդ պակի աշխատակիցներ են սովետների ժամանակ մտնում էին ժողովրդի մեջ, ասում էին Աստված չկա, այդ ինչ Աստծո եք պաշտում։ Մենք ուղղակի ձեզ խաբում ենք։ Այսինքն կարա նման բաներ լինի, եւ Պողոս Արաքյալն ասում է մեր միջից դուս եկան ոմանք, որ մեզանից չէին։ Կարա այդպիսի բաներ լինի, որովհետեւ սատանան քնած չի, սատանան իր ինչպես այգեկցին ասում է քահանայություն կա Աստծուց, քահանայություն կա սատանայից է։ Եվ ասում է ինչպես որ Աստված իր բանակ ունի եկեղեցի ներսում, այնպես է սատանան ունի։ Հիմա քանի որ մեր երկրի ղեկավարը ինքը սատանայի ծառան է, բնականաբար իր նմաններին պիտի ձգի, որպեսզի փորձի ինչ-որ բանի հասնի, որտեղ խոստում ունի։ Իդեպ վերջերս Ալիևը ասեց Հայաստանը տնային աշխատանք ունի անելու, իր սահմանադրությունը պիտի փոխի։ Տնային աշխատանք ուսուցիչներ տալիս աշակերտին, որպեսզի մենք ավելի ստույգ իմանանք։ Հետևաբար պիտի տեսնենք քամի որտեղից է փչում։ Եթե այս նման մարդկանց տաղավար հրավիրելով նման ուրեմն անվայել կերպով եկեղեցու կամ եկեղեցականների հանդեպ ուրեմն արտահայտվելով արդեն բարձրանավոր բանակից է Վարդան այգեցու չեն կարողանալու հաղթահարել, չեն կարողանալու ավելին կպել են վենում փշրվելու են։ Տեր հայր, իհարկե հուսադրող են ձեր խոսքերը, այո, մենք մեր եկեղեցին
իր 1700 եւ ավելի տարիների ընթացքում անցել է, այո, դժվարությունների միջոցով, ինչպես եւ մեր ժողովուրդն է անցել, իզուր չէ, որ ասում ենք ազգովի հաղթահարելու ենք եւ անհնար է, որ այլ կերպ լինի, բայց անկեղծ ասած իմ ներսում կա ներքին վախ, որովհետև այս անգամ մենք ամեն դեպքում ապրում ենք մի 22-րդ, 21-րդ դարում, հա, ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ ավելի շատ են այսպես թիրախավորվում ազգային արժեքները, ավելի նոր գործիքակազմերով են թիրախավորվում։ Ես ունեմ մեծ անհանգստություն, որ կարող է շատ բարդ լինի, պետականություն կորցնենք։ Դուք չունեք այդ անհանգստությունը։ Օրինակ, ձեր օրինակը բերեցիք, արդեն մեր արժեքներին են հարվածում։ Մաշտոցին դասագրքից հանում են, ասում են QR կոդով կգտնեք։ Արարատը ասում են պիտի հանենք մեր կնիքներից, խանգարում է, հարևանը կջղայնանա։ Մենք ակնհայտ տեսնում ենք մեր սրբության սրբոցը, մեր եկեղեցուն թիրախավորում, այս ամբողջությամբ այն կարևոր հենքերին են խփում, որը մեզ հայ է պահում։ Հիմա դուք վստահ եք, որ մենք իզորու կլինենք իսկապես դիմակայել այս մեծ ալիքին, մեծ հարվածին, որ հիմա ինչի առաջ մենք կանգնած ենք։ Ես կուզեմ QR կոդերից սկսենք, ուրեմն հասկանալի է, իրենք ասում են հեռախոսը դեր QR կոդով մեսով մաշտոցի պատկերը տես։ Սրանով երևում է, որ իրենք ամենայնիվ հայ թշնամի են արդեն։ Բայց QR կոդերը նաև մարդկանց փաստաթղթերի վրա են դրվում։ Հիմա հիշում եք անցած տարի երեխաները QR կոդով փորձել էին գրքից տեղեկություն հանել, Թուրքիայի դրոշներ դուրս եկել։ Մենք երաշխիք ունենք, որ վաղը մյուս օրը երեխաները իրենց հեռախոսը չեն դնելու, տեսնան Թուրքիայի քաղաքացի են։ Այսինքն մենք ավելի խորքային վտանգ ունենք այստեղ։ Իրանք բոլոր փաստաթղթերի մեջ QR կոդ են դնում եւ ապրանքի վրա, եւ փաստաթղթի վրա։ Այսինքն մարդուն մի տեսակ նույնականացնում են ապրանքին, էլի։ Իհարկե դրա մասին սուրբ գրքում գրած է, բայց մենք երաշխիք չունենք, որ վաղը մյուս օրը արթնանալու ենք ու մեր փաստաթուղթը QR կոդով sense նայենք ու տեսնենք արդեն թուրքական դրոշն է, մենք էլ Թուրքիայի քաղաքացի ենք, չգիտեմ, անունն էլ Ահմեդ է։ Այսինքն սրանց ամեն մի արարք, ամեն ինչ որ իրանք որոշում են որ անեն, դա մեր ինքնության, մեր հայի դեմ է։ Նույնը, տեսեք, այս ամսի 27-ին հեսա շուտով արդեն գլարանա նաև տարելիցը 25-րդ տարին, հա, երևի։ 5-րդ տարին, այո։ 44 պատերազմի մեր տղաները սխրանքներ գործեցին ու իրենք այսպես էլ իրենց սխրանքների մեջ անհայտ մնացին։ Սխրանքների մեջ իրենց անունները անհայտ մնացին։ Եվ ասում են 5000 զոհ ունենք։ Ինչպես որ կասեր մի անհայրենիք, ըստ օդում կախված լուրերի մենք 10352 զոհ ունենք։ Դրա համար անունները չեն հրապարակվում։ Այսինքն նրանք այդպես էլ անհայտ մնացին, որ մենք տեսնենք իրենց գործելավոճը, պիտի հասկանանք, որ այդպիսի բան թուրք չէր կարաներ։ Չէր կարաներ։ Տեսեք, պատմության մեջ նայեք, ասենք պարսկական արշավանքները, պարսիկներն են տիրել, վերջը արաբական արշավանքներ են եղել, սելջուկ թուրքական, մողոլ թաթարական, եկել են, տիրել են, փորձել են կրոնափոխանեն, ամեն ինչ արել են։ Բայց չեն կարողացել։ Չեն կարողացել, որտեղ եկեղեցին հային հայապահ։ Չեն կարողացել, որտեղ եկեղեցին սխրանքների ա մղել։ 1905 թվականին, երբ որ թուրքերը Սիսիանի դարբաս գյուղում քահանայի գլուխը կտրում են, մեկը տեսնում է, որտեղ միավորիչ ուժ էր։ Երբ որ լուրը տարածվում է, թուրքերին լավ ջարդ են տալիս ու քշում են գյուղից։ Դրանց տուն տեղ ամբողջը հայրում են։ Տարիներ հետո, երբ որ արդեն սովետների ժամանակ թուրքերը գալիս են կանգնում են սարի գլխին, տեսնում են իրենց տուն ավերա թողնում գնում են։ Հիմա դուք պատկերացնում եք սրանց արարը, որ մեր հայրենիքի, մեր ազգի դեմ իրագործում են, էլի։ Այսինքն մենք ոչ ազգային հոգեորը վտանգի առաջ են կանգնած եւ սրանց մեծ մասը կյանքի խոսք աղանդի հետևորդ է։
իդեպ պաշտոնապես հայտարարում եմ, կյանքի խոսք աղանդի գլխամասը գտնվում է Իսրայելում եւ բոլոր աղանդավորները իրենց հավաքած գումարներից գումարը փող են ուղարկում Իսրայել, որպեսզի Սողոմոնի տաճարը կառուցվի։ Իսկ մենք գիտենք, որ Սողոմոնի տաճարը պիտի կառուցվի եւ ները պիտի նստի այնտեղ։ Այսինքն սրանք ջանք չեն խնայում, որպեսզի ները գա։ Հետեւաբար ները գործ պիտի անեն։ Այսինքն հակաքրիստոսի գործ պիտի անեն, ինչի ականատեսնենք մենք այսօր։ Այսինքն հոգեվոր վտանգները շատ են բազում են եւ մենք պիտի զարթնենք արժույթ ընտրությունները, հայը պիտի գնա մերժի Թուրքին, այդքան բան։ Ընտրություններից հետաքրքիր է մի փոքր անդրադարձ, նա վերջին օրերին հայտարարեց, որ իրենց այդ համաժողով էր թե համագումար էր ԿՊ-ի, հայտարարեց ժողովուրդ քո քվեն եմ ուզում, եւս 5 տարի ղեկավարելու համար 2026-ին պետք է քո ձայնը տաս, քո մանդատը տաս մեզ, մանդատ տաս քո քվեով, որպեսզի մենք խաղաղություն բերենք, լիակատար խաղաղություն Հայաստանի համար, դարերի խաղաղություն, լավ, սա ինչի մասին է խոսում, սա պոպուլիզմն է հերթական, սուտն է հերթական, թե իրապես նրան հաջողելու է խաղաղություն հաստատել։ Ինքը հայ ազգին չի ասում խաղաղություն են բերելու, ինքը թուրքերին ասում դա, որովհետև հայը իրան չի ընտրի։ Բայց հայը պիտի գնա ընտրության։ Ինքը մեզ թշնամի է, ինքը հիմա պայքարում է մեր դեմ։ Ամեն ինչ, ամեն ազգայինի դեմ, հետեւաբար մեր դեմ ինքը պայքարում է։ Ուրեմն թշնամուն ով է ընտրելու։ Հայ թշնամուն, հայ թշնամիները։ Ովքեր են հայ թշնամիները։ Նայում ենք։ Կա Հայաստանում ըստ որոշ տվյալների 100,000 սորոսական։ 300,000 աղանդավոր կա։ Մի 6-6.5% այլասերված կա։ Սրանք գումարում են խաղամոլներն ու թմրամոլները 25-ից 30% ձայն ունի այն ժամանակ, երբ ազգը չգնա ընտրության։ Հիմա ինքը դրանց է ասում ինձ ընտրեք, որովհետև ձեզ համար ամեն ինչ լավ արնելու։ Հայ ազգի համար լավ չի լինի։ Այսինքն այսքան Հիսուս ասում է մարդկանց դուք իրենց գործերից կճանաչեք։ Դե հիմա եկեք դիտարկենք։ Չեմ զրանա, էլի պիտի նույն պատմությունը պատմեմ եւ գայլը սարի գլխից որ ներքևս տորոտում ոչխարներն են արածում, ասում է խաղաղություն բոլորին, ներքևից ձեր ոչխարն ասում է սրա տված խաղաղությունը մեզ համար մահ է։ Հիմա սրա տված խաղաղությունը, ինչպես որ ինքն ասում, ազգի մահն է, որտեւ այսքան աղետ բերելով հետո ասում եք այդքան զոհեր ունենք եւ մենակ այդ զոհերը չեն։ Իրանց ընտանիքներն էլ են զոհ։ Մեկը հացից կտրվեց, մեկը մի երեխաները որբ մեծացան եւ այլն։ Այդ երիտասարդները ովքեր ամուսնացած չեն երեխաներ պիտի ունենային, ազգը պիտի բարգավաճեր։ Այսինքն մենք նայում ենք հենց այդքան զոհ ունենք, ոչ այդքան զոհ չունենք։ Դրանք գումարի մի քանի անգամ նայ, որտեղ նրանք էլ են զոհ։ Նրանք էլ են զոհ, այսօր ինչ կարգավիճակում են ապրում։ Հետևաբար, եթե ազգը չգնաց ընտրության, վախենամ ինքը նորից ընտրվի։ Դրա համար ազգը պիտի գնա ընտրության ու մերժի Թուրքին։ Թուրքի ծրագիրը, տեսնում եք, Մեղրին արդեն միջանցքը տվեց, փակեց փաստացի։ Շուտով կտեսնենք դրա այդ աղետի հետևանքները։ Ներքին խնձորեսկու միները արդեն հանել են, ինչի համար են հանել։ Ներքին խնձորեսկից այնտեղից անցնում ենք արդեն Որոտանը։ Հիմա թուրքը Կուբատու է ասում, բայց մենք Որոտան ենք ասում այդ տարածքին։ Ինչի է հանել եւ ինչ ծրագիր ունի։ Այս այա, որ մեզ պիտի անհանգստացնի ու ազգը պիտի գնա ընտրելու, իրանք կեղծելու են, ամեն ինչ անելու են։ Ամեն ինչ անելու են։ Բայց ազգը պիտի գնա իր ոչը ասի սրանց։ Տեր այր արդեն խոսվում է նաև Կներեք Տեր ջան, խոսվում է արդեն այն մասին, որ Մեղրին հանձնել է։ Այս մարդը հանձնել է Մեղրին։ Դա իրականություն է ասես։ Օրինակ Հրանտ Բակրատյանը այդ մասին պարզ ասեց նախորդին։ Տեսեք, ես նորից մի հետաքրքիր բան պիտի ասեմ։ Մեկը իր տան, ուրեմն մի սենյակը տալիս է իր թշնամուն։
ասենք ընտանիքի հայրը իր տան մի սենակը տալիս է թշնամուն, այդ տան թշնամուն, հետո թշնամին գալիս է ասում է գիտես այդ սենակը որ տվել ես ինձ ճանապարհել է պետք միջանց կա պետք պիտի տաս մենք այս վիճակի մեջ ենք հայտնված մենք գիտեք եթե ընտանիքի անդամը հայրը թմրամոլ է խաղամոլ է դավաճան է ինքը դավաճան չի ինքը թշնամի է առհասարակ եմ ասում դավաճանը այդ ընտանիքը սարսափելի վիճակ է այդ ընտանիքը խաղաղություն չկա այդ ընտանիքում այդ ընտանիքը բարոյազորք վիճակում է գտնվում հիմա ընտանիքն էլ է այդպես հիմնարկությունն էլ է այդպես երկրի կառավարումն էլ է այդպես մենք տեսնում ենք կրիմինալը ինչքան շատ է ամեն օր բացում ես կրակոտ սպանություն նախկիններն է մեղավոր ճիշտ է նախկինը մեղավոր է որ սրան ծնեց հետո էլ ասեց ես սրան չեմ պարտվել ասինքն այլ է կապիտուլյանտ բայց այնուամենայնիվ որ նայում ես այդքան այդ կարգի ուրեմն կրիմինալ կար չկար ասենք սա ինչ է նշանակում նա նաև նպաստում է որպեսզի կրիմինալը թմրանյութերը խաղամոլությունը ազգի մեջ զարգանան նույն բանն անում էր անգլիան բանում չինաստանում մինչև Մաո Զեդունն եկավ ամեն ինչ կարգավորեց բոլորը բան էին նավերով թմրանյութ էին բերում բաժանում չինացիներին հիմա սա է անում այս նույն բանը էլի այնպես որ մեղի թմրանյութը անգամ այո բայց եթե իրանք կուզեն արագ կանխեն չէ բայց դա իրանք ձեռ է տալիս շուտով ընտրություններ է խաղամոլին կասեն կաշմին 20,000 դրամ ենք փոխանցում գնա մեզ ընտրի թմրամոլին կասեն գիտես որ մեզ չընտրար քեզ բռնելու ենք պատկերացնում եք ասենքն որ սենց նայում եք իր էլեկտորատն են եթե մարդը սրբություն չունի դրա դեմ ինչի պայքարի դրա համար եմ ասում որ մենք մեծ աղետի առաջ ենք կանգնած չեմ ուզում մեր ազգի զավակներին հիասթափեցնեմ ես ինչպես առաջներում եմ ասել մենք մեծ Հայաստան կերտենք մեծ Հայաստան կօրինակ առանց Թուրքիայի Ադրբեջանի բայց Աստված միշտ մարդուն ընտրության հնարավորություն է տալիս մենք մեծ պատուհասի գնով կհասնենք այդտեղ որ այլևս էլ այդ մեր պատմական հայրենիքը մի տեսակ sense դառնություն կլինի էլի մեր հոգում որ այսքան կորուստներ ունեցան թե մեծ պատվով ու փառքով Սա արդեն մարդու ընտրության վրա է, բայց թե մեր պատմական հայրենիքը մենք ունենք, դա անպայման ենք ունենալու, բայց այսօր մենք չարի դեմ, սատանայի ծառաների դեմ, պարտորեն ոչ միայն խոսելու, այլ նաև պայքարելու։ Մեր խոսքը մեր բարձրացնելու, մեր աղոթքի ձայնը նաև բարձրացնելու, որ Սուրբ Գիրքն ասում ով երկին քար նետի, իր գլխին կընկնի, սրանք երկին քար են նետել, կընկնի իրանց գլխին։ Ասում է ցանկապատ քանդողին կխայթի օծը ուրիշի համար փոսփորողը ինքը կընկնի մեջը սա Աստվածաշունչ Մատթեոսն ասում թողի գիտություն ընդունեն թեպետ արդեն ուղեղները խավարած է Դեր հայր քանի որ խոսեցի կրիմինալի մասին եւ ընդհանրապես մեր երկրում տեղի ունեցող այս սպանություններին, հա, չափազանց մեծ թիվ է այլևս դա կազմում։ Ես քիչ առաջ լսում էի հարցազրույցներից մեկը, որտեղ ասվում էր հետեւյալը, որ քրեակատարողական այդ հիմնարկներում 17 մահվան դեպք է արդեն արձանագրվել։ Տեղի են ունենում քաղաքական սպանություններ, ի վերջո մենք չմոռանանք, ինչ կատարվեց մեր հարգարժան, մեր սիրելի Արմեն Գրիգորյանի հետ պրոդյուսերի, հայտնի պրոդյուսերի, պարզապես նրան քաղաքական այլախոհության համար ամեն ինչ արեցին, որ հասցրեցին մահվան ուղակի։ Հիմա երեք խոսեմ ամենաթարմ դեպքի հետ կապված կուզեմ անդրադառնալ, դուք սպանվեց Փարաքարի համայնքապետը, ես ուզում եմ շեշտել, ընդդիմադիր համայնքապետը Վալոդիա Գրիգորյանը, որն ի դեպ շատ մեծ, այսպես ջախջախիչ կարելի ասել, պարտության էր մատնել ընտրությունների ժամանակ, Փարաքարի ընտրությունների ժամանակ ՔՊ-ական թեկնածուին,
Եվ իրենք դա շատ ծանր էին տանում, որ իրենք պարտություն են կրել այնտեղ, եւ վերջի շրջանում անընդհատ փարակարում խնդիրներ էր իշխանությունը փորձում ստեղծել ազատվելու համար ընդդիմադիր տեխնատուից եւ խնդրեմ գնդակահարություն սեփական տան Բաքում։ Մենք լավ, էս ինչ երկիր ենք դառնում։ Ամեն մի հարթակ Փաշինյանն օգտագործում է ասելու, որ ժողովրդավարություն, չգիտեմ, քարոզում է իբրև մարդասիրություն, հումանիզմ, դաստիարակության, կրթության մասին է խոսում։ Ինչ է կատարվում իրականում մեր երկրում, ինչ են անում այս մարդիկ։ Ես կուզեմ անդրադառնալ կատարվածին, անպատասխանատվություն է, ինչ է սա, թե ուղղակի, ինչպես վերջերս արդեն տարածում է հետևյալ ձևակերպումը, ընդդիմադիրներին կամ կալանավորում են, կամ սպանում են։ Մենք կարող ենք այդ հանգամանքի հետ գործ ունենք։ Ի վերջո կատարվածը քաղաքական սպանություն էր, թե ինչ էր։ Հայք, թող իրենց այսպես ասած ճակերտավոր քննությունը դա բարձի։ Բայց նայում ենք, օրինակ, Վանաձորի քաղաքապետը, որ ընտրվեց, ձերբակալված է։ Նայում ենք Գյումրի քաղաքապետի հետ արդեն որոշակի խնդիրներ ստեղծել։ Որտեղ որ իրանք չկան, իրանք այնտեղ խնդիրներ են ստեղծում, որովհետև մտածում են, որ եթե համայնքապետը ջուրային լինի, կեղծելը հեշտ կլինի։ Խնդիրը դրա մեջ է, կեղծելը հեշտ կլինի այդ ընտրությունների, կեղծելը հեշտ կլինի, որովհետև մանավանդ այսօր, ասենք, չենք տեսնում գոնե խորհրդարանում նորմալ ընդդիմություն, սրանց ասելն են թենում բոլորը, եթե նրանք պիտի մտնեն տեղ, ուրեմն արդեն իրանք իրար մեջ կարան պայմանավորվեն։ Իսկ եթե լինում է ռեալ հայրենասեր մարդ, որ երկու ոտքով ամուր կանգնած է իր հավատքին ու հայրենիքին, արդեն իրանց համար խնդիր է, սատանայի համար խնդիր է, որտեղ չի կարա կեղծիքներ անի։ Զուտ սա է պատճառը, որ համայնքապետերի դեմ քրեական գործեր են հարուցում, քաշում են, տանում են, նստացնում են եւ այլն։ Ինչ վերաբերում է փարակարի պարագային, սպասենք, կտեսնենք։ Սպասենք զարգացումներին։ Այո, Տեր Հարաջան, սպասենք իհարկե շատ մտահոգիչ իրավիճակների առաջ են կանգնած մեր երկրում, ներսում, հենց ներսում ամեն ինչ արվում է մթնոլորտը շիկացնելու համար եւ վախենամ, որ մենք ավելի վատ իրողությունների, փաստերի, իրավիճակների ականատես ենք լինելու ընդառաջ 2026-ի ընտրություններին։ Եվ մեր այսօրվա հարցազրույցը կուզեմ եզրափակել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար համարվող այդ շեյխի Փաշազադե անունը կրող այդ շեյխի հակահայկական կեցվածքին, նրա հակահայկական հայտարարություններին ես ընդամենը ուզում եմ հետևյալ հարցը տալ այս առնչությամբ, այս անձնավորությունը անդադար խոսում է այն մասին, թե հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական ապատեղեկատվություն է տարածում։ Ես ուզում եմ հետևյալ հարցը տալ, մենք մեր կողմից եւ մեր եկեղեցին եւ մենք որպես պետություն արդյոք անհրաժեշտ հակահարվածը տալիս ենք այս անձնավորության, այս հակահայի մեր եկեղեցուն ուղված այս ձևակերպումների դեմ, արդյոք նաև եկեղեցին անհրաժեշտ հակահարվածը տալիս է։ Մենք տեսանք, չէ, որ գնաց մեր կաթողիկոս, ինչպես դուք ձեր խոսքում ասացիք, Հռոմե Պապի հետ հանդիպման, խոսեց այո մեր մշակութային արժեքների ավերի մասին, որ տեղի է ունենում Արցախում։ Ընդհանրապես բոլոր հարթակները մեր կաթողիկոսը օգտագործում է թե գերիների մասին բարձրաձայնելով, թե այդ ավերի մասին, քրիստոնեական արժեքների ավերի մասին բարձրաձայնում է։ Եվ հիմա այս մարդը ասում է մենք վերականգնում ենք Շուշիի հայկական եկեղեցիները, որովհետև մենք ունենք այդ բազմազգ մշակույթը եւ գովում է սեփական ժողովրդին։ Մենք դրա դեմը ոնց ենք առնում, Տեր Հայր ջան, ես ուզում եմ հասկանամ, մեր գործիքակազմերը մենք ճիշտ ենք օգտագործում թշնամու այս հակա եկեղեցական, հակա հայկական, այս տեղեկատվական քարոզի դեմն առնելու համար։ Լսում ենք Տեր Հայր ջան ձեզ։ Նախորդ հարցի պատասխանը այդ քաղաքական սպանությունների այդ բռնությունների մասին ասեցիք, մի բան հիշեցի։ Սա իրավերած խաղաղությունն է։ Եթե ազգը այդ խաղաղությանը համակերպվում է, թող գնա ընտրի։ Սատանան անատամ է, նա կարա սպառնա, գորգորա, ճշմարտությունից է վախենում սատանան։ Մենք պետք է ճշմարտության ամուր կանգնենք
երբ չհավատանք ստին։ Որտեւ Հիսուս ասում է ստի հայրը սատանան է։ Որտեւ նա ի սկզբանե մարդասպան է։ Դավիթ ասում, մեր Տերն ասում։ Դե մեր ազգը պիտի զգոն ունի եւ չտրվի սատանային։ Ինքը վախենում է ճշմարտությունից։ Ինչ վերաբերում է Փաշազադեին, Փաշազադեն բան չի անում, հայտարարություններ չի անում։ Ինքը հրահանգ է տալիս սրան։ Որ նայում ենք, ասենք իր հայտարարությունները ու սրա գործունեությունը կամ Ալիևը որ մի բան ասում, սա իսկույն անում է, դա նշանակում է նրանք հայտարարություններ չեն անում, նրանք հրահանգներ են տալիս սրան։ Ու սա հլու հնազանդ գործում է մեր թշնամին։ Այնպես որ մեր ազգին իմաստություն է մաղթում, հայ ազգին, մեր իսկապես հայրենիք սիրող հային, թող Աստված իմաստություն տա ամուր կամք, որ չտրվեն սրանց ստերին, նույնիսկ գնան ստի հորը, հոր ծառային ընտրեն, այսինքն սատանայի զավակին։ Եվ հիշեցի մեր Իգնատիոս Անտիոքացուն, մի առիթով էլի ասել եմ, երբ որ Մարկիոն կար, գնոստիկական շարժման ղեկավարներ, երբ որ հանդիպում են, ողջունում է մեր Սուրբ Հայրին, մեծագույն մեր սուրբերից մեկն ա եղել Հովհաննես Առաքյալի կողմից է ձեռնադրվել, Զմյուրնայի Անտիոքի եպիսկոպոսն ա եղել։ Երբ որ ասում է ողջույն, Իգնատիոսն ասում է ողջույն Անդրանիկ որդի սատանայի։ Ուրեմն մեր ազգը թող իմանա, երբ սրան ընտրեց, ուրեմն սատանի Անդրանիկ որդուն է ընտրելու։ Զգոնություն, իմաստություն, թող Հիսուս պահապան լինի մեր ազգին։ Շնորհակալ եմ, Տեր հայր, ինչպես միշտ ձեր տեղին զգոն խոսքը իսկապես շատ մեծ ազդեցություն ունի, վստահ եմ, որ իրոք կզգաստանա մեր ժողովուրդը, որովհետև պետականության կորստի վտանգը կախված է մեր գլխին, մենք պետք է համախմբվենք, հասկանանք ինչ է մեզ հետ կատարվում եւ իրապես ճիշտ քայլերով մեր եւ ընթരാճ ընտրություններին ճիշտ գործողություններով, ճիշտ ընտրությամբ կանխենք այդ սարսափելի ավերը, որ արդեն սկսվել է։ Պետք է կանխել դա 2026-ով, գոնե 2026-ով։ Եթե ավելի վաղ կլինի, շատ ավելի լավ կլինի, բայց եթե արտահերթը չի լինելու, գոնե ընտրությունների ժամանակ, հերթական ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը իր գիտակից ընտրությամբ կարողանա կանխել այն ավերը, որ եկավ 2018-ից մեր երկիր։ Շնորհակալ եմ, Տեր հայր, վերհիշեցնեմ իմ ասելիք ունեք, Տեր հայր, լսում եմ ձեզ։ Ավելացնեմ, տեսեք, Ադրբեջանում թուրքը մեր գերիներին է դատում։ Ինքը ստեղում է դատում հայրենասերներին։ Նմանություն չկա։ Այնքան Եվ պարզ է, թուրքը ակնհայտ։ նույն մարդկանց էլի եթե Ադրբեջանում լիներ, կամ հնարավորություն ունենար թուրքը այդ նույն մարդկանց կդատեր։ Տեսեք Սամվել Պահապետյանին անհիմն կերպով եւ առհասարակ նայում ես մարդկանց տարիներով բանտերում պահում ոչ դատական գործընթաց կա, ոչ մի բան կա, մեկուսացնում է, որպեսզի չար գործ անի։ Բա հիշացնեմ Թումանյանի խոսքերից չարնել ապրում մի չար գործով անես նրա չար գործին։ Որդիդ լինի թե հերնումեր, թե մուրազով սիրած կին։ Դա էլ ես ավելացնեմ, որպես եզրափակում, շնորհակալ եմ Տեր հայր ջան, կարծում եմ առիթ կլինի դարձյալ հեռավար կապով ձեզ կհրավիրեմ զրույցի։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ ես այսօր զրուցում եի Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ մեր հարգարժան Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։